Կալուգայի Սամը հորժորժով Սամվել Կարապետյանը իրար հետևից 9 միլիոննոց դատական հայցեր շարելով ինձ վրա գիտեք ինչ է անում։ Միայն ինձ չէ որ փորձում է ահաբեկել, լռեցնել, այլ ամբողջ լրատվական դաշտը։ Իմ գործընկերներին է իմ միջոցով մեսիջ ուղարկում, վախեցնում, այո, ահաբեկում, այստեղ ահաբեկիչ բառը միանգամայն տեղին է, 9 միլիոնը հենց դրա վկայությունն է։ Բոլորին իմ միջոցով նաև փորձում է գցել իր ճիրանների մեջ, սարքել հլու հնազանդ ստրուկներ, որովհետև այն, որ մինչ օրս որևէ մեկի մտքով անգամ չէր անցել Լուսինե Կեսոյանին դատի տալ, հո պատահական չէր, ընենց բաներ եմ գրել, ընենց մարդկանց մասին, Կալուգայի Սամոն ով էր տենցների դեմ։ Դա իմ այսքան տարվա աշխատանքով վաստակած հեղինակության արդյունքն էր։ Այն, որ իմ խոսքը, իմ ասածը, իմ գրիչը համարվում էր անքննելի, ես հենց այնպես անհիմն ոչինչ չեմ ասում, որովհետև կարելի ասել չի եղել հոդված, բացահայտում, հրապարակում, որ իր հետևից զարգացումներ բերած չլիներ, չէին եղել իմ կողմից բացահայտված սրիկաներ, որ իրենց արժանի պատիժը չէին ստացել։ Ընկերներս գիտեն, մի խոսք ունեմ, ասում եմ, ինձ միայն սրիկաները չեն սիրում, ով ինձ չի սիրում, միլիոն տոկոսով դիագնոզը կարելի է հստակ դնել, տակը մի բան կա, վախենում է, որ եթե հայտնվի իմ տեսադաշտում, իր համար լավ չի լինի, նորմալ լավ մարդը ոնց կարա ինձ չսիրի, մի տարի չի, երկու չի, մի հոդված չի, 100 չի, արդեն 1000 էլ չի, հազարներ, և ով էր խելքը հացի հետ կերել, որ ինձ էնել 9 միլիոն, թե մեկ-երկու դեպք հոգի էլ իրենք իրենցից բեխաբար փորձել են վիճարկել գրածես, դե գումար ռեկերտ շորթում նման բաներն ընդհանրապես գոյություն չի ունեցել մեր երկրում, այդ պահը լրիվ ենք բացառում, դա դարձյալ Սամվել Կարապետյանի անձնական ներդրումն է Հայաստանում, բարերար, մեծ բարերար, 9 միլիոննոց բարերար, այ քեզ բարերար, հիմի հասկացաք ինչ ասել է բարերար, այ տենց է դարձել բարերար, լավ լրագրողներին մեր երկրում միշտ էլ հարգել են, վախեցել են, անգամ նշածս սրիկաները, մեկ-երկուս ասվածը ընդամենը ինչ-որ հերքման, ասվածի մեջ ինչ-ինչ վերապահումներ ընդունելու մասին է եղել, բայց նման փորձերը ևս մշտապես ավարտվել են հերոսների, իրենք իրենց գլխին տալով, որովհետև մի բացահայտմանը ավելանում էր 2-ը, 3-ը, 4-ը, ու բանը բանից անցնում էր, էլի իրենք էին ընկնում ոտու ձեռ, մարդ մեջ գցում, որ իրենց լսեիր, ներողություն ընդունեիր, հաշտվեիր և այլն։ Ու հիմա պատկերացնում եք իմ գրչի տակից այսքան տարի դուրս եկած, ինչ ասես տեսած լրատվական դաշտը, իմ գործընկերները, տեսնելով, որ անգամ Լուսինե Կեսոյանին են հասել, ահաբեկում են, իրար վրա 9 միլիոններ դաջում վրան, 18 միլիոն, բերնով եք ասում, Հայաստանում քանի հոգի է տարեկան 9 միլիոն վաստակում, որ ամեն բառի համար 9 միլիոն թալանվի, ու հիմա իմ սիրելի, ինձնից շատ ավելի խոցելի գործընկերները, ինչ են մտածելու, մի բան, այն, որ ոչ ոք ապահովագրված չէ, որ իրենք շատ ավելի անպաշտպան են, շատ ավելի խոցելի և իրենց հետ հաշվեհարդար տեսնելը շատ ավելի հեշտ կլինի, և ամենավատը, որ կասեն հանուն ինչի համար ինչ-որ բան ասես, գրես, բացահայտես ու քեզ դնես վտանգի տակ, ու վերջ, մեկ-երկու ու առանց այն էլ անատամ, ինքնուրույնություն չունեցող, այս կամ այն քաղաքական ուժի, օլիգարխի ֆինանսավորմամբ գործող և չորրորդ իշխանության փոխարեն պրիմիտիվ քարոզչամիջոցի վերածված մեր առանց այն էլ հոգեվարքի մեջ գտնվող լրատվական դաշտը մեկընդմիշտ կմտնի գերեզման, ուժ, կշիռ, հեղինակություն, ինքնուրույնություն, գրիչ, անուն ունեցող լրագրողներ ընդհանրապես էլ չենք ունենա։ Հիմա եկեք հասկանանք, Հայաստանի Հանրապետությանը պետք է ընդհանրապես չորրորդ իշխանություն, թե ճիշտը Կալուգայի Սամոն է, որ եկել իրա ձևով, մեր ձևով, տեսանք մեր ձևովը, ձեր ձևովը որն է, ձեր ձևովը սա է, մեր ձևով, ամեն բառի ու տառի համար 9 միլիոններ դաջելով, փորձում է լրատվական դաշտը, ազատ խոսքը, մարդու կարծիք ունենալու սահմանադրական իրավունքը հիմնատակ ջնջել վերացնել, մեր երկիրը սարքել կալուգնոց,
Մեր պետությունը, պետական կառույցները արդյոք այնքան ուժեղ են իրենց տեղում, որ մեր պետությունը կարողանա յոլա գնալ առանց իշխանության 4-րդ թևի, առանց լրատվական դաշտի, առանց լրագրողական բացահայտումների, թեկուզ եւ ապտակների։ Այդ ապտակներով ինչեր ասես այս տարիներին չի շտկվել, ինչ ասես չի սարքվել։ Գոնե գաղափար ունեք իմ ապտակներով ինչեր են եղել։ Այն որ ասում են, սրանն է, Սամո Ղուրբանը լնես ապտակներիս։ Իդեպ, դե Հայաստանում չէի ու հանգստի ժամանակ ես ինձ ամեն ինչից անջատում եմ, ոչ մի բանից տեղյակ չէի։ Չգիտեմ այս ընթացքում ինչ է կատարվել երկրում, էլի քանի հոգու է դատի տվել։ Ընկերներիցս մեկն էր մի տեսանյութ ուղարկել, պատվերով համերգ ռեպորտաժ էր, կրկեսի իբր բացման անոնս, ինչ։ Արագ նայեցի, խնդալս եկավ, ասի խերը լինի։ Բախի այսքան վաղ չէին բացում, ձեռներ բռնել էի, 2018-ին բա պիտի բացեի, քանի տարի է անցել, ինձ էիք սպասում, իմ ասելուն, կրկեսին դե ձեցքի միրի նյութի տակ 100-ից ավելի մարդիկ էին խնդրել անդրադառնալ, խոստացել է, իսկ իմ խոսքը հաստատ խոսք է։ Ու ասեմ, դեռ մի բան էլ ահագին հետաձգեցի, մեկ տերտերները իրենց քեռակիներով ընկան Մեյդան, մեկ հեծը ավելի կարևոր թեմա համարեցի, ու նոր միայն կրկեսին էլ հերթը հասավ ու վիծիծիլի, այսքան տարի անտեր ու դուս թողել էին, ու մեկ էլ տեսեք, ափալ-թափալ բացում են, Ռուսաստաններից էր, որտեղից, ես իմ ովքեր են հավաքել բերել, էդ էլ է հարց, այս ընթացքում մերոնց որպես կատեգորիա վերացրել են մեր կրկեսի աշխատողներին, այդ կրկեսը սարքվեց, որ ստեղից ընդեղից, չգիտես ինչ ցիրկաչներ հայթայթեն բերեն, ով գիտի էլի հոր գներով ու օտարին տանենք փոխտանք մեր մասնագետների փոխարեն։ Այսքան տարի կրկեսը փակ պահելու ընթացքում դու հենց այդ մասնագետներին պիտի նաև ստեղծեիր, զարգացնեիր, դրել բոլորին վերացրել եք, հիմի այլազգիներ եք բերում մեր գլխին։ Եթե մենք տեղից ոչ մեկ չունենք, Ենգիբարյանի անվան կրկեսում ռուսներ ու չգիտես ինչ ազգեր պիտի բերենք, որ կրկես ունենանք, լավ էլ կլոշենք, այլ կրկեսս որս է, դրեք կլոր պիցա թխեք, մեջը պրծեք, էլ ինչ կրկես ինչ բան, ձեր հունարն էտ է, ու էլի ֆիքսեք, էլի մի հատիկ շնորհակալություն չեն հայտնի, չեն գիտակցի, որ ինչպես միշտ իմ բոլոր ապտակներն ի օգուտ են, թեև դա ապտակել չէր, այդ կրկեսի նյութը ավելի շատ անենց մի քիչ առօրյա խոսակցական ոճով հումորով էի ներկայացրել, սա է որ չեն գիտակցում, մակարդակ ունեն, թող դնեն տարիներով լուրջ, երկար, ռազմավարական նշանակություն ունեցող հոդվածներս ու գրքերս կարդան, այս խոսելս նոր է, ինձ դեմքով չեն ճանաչել, խոսում եմ հատուկ ժողովրդի լեզվով, պարզ մարդկանց ևս հասկանալի լինելու համար։ Ու ասեմ, եղել են դեպքեր, երբ անգամ հոդված էլ չեմ գրել, բայց միայն այն, որ ես եմ տեսել, ֆիքսել կամ մի բան ասել, բավական է եղել, որ այդ հարցը դիտարկվի ու պատշաճ լուծում ստանա։ 4-րդ իշխանությունը դա է։ Հասարակ օրինակ, երևի 2009 թիվն էր, Սերժ Սարգսյանը խոստացել էր աղետի գոտի հասկացությունը վերացնել, մեծածավալ շինարարություն էին անում, որ մարդկանց տներով ի վերջո ապահովեին, վերջացնեին, Glendale Hills ընկերությունն էր կառուցապատողը, որ էլի Սաշիկի անվան հետ էին կապում են թվերին, են մուշ կոչվող թաղամասերն էին սարքում, ու դեկտեմբերի 7-ով նախագահ պիտի գնար, բացում աներ, ամեն ինչ նախապատրաստված էր, բանալիները հանձնելու էին ու վերջ, 7-ից առաջ, երևի 5-ին կամ 6-ին ես եմ գնում Գյումրի, դե ծանոթ մարդիկ 1-2 բան են ասում, գնում եմ, 1-2-ը դառնում է 3-4 ու պարզում ինչ, խեղճերին այսքան տարի սպասեցնելուց, հույսով անելուց հետո, այսպես ասած, բռակ ապրանք էին որոշել նաղդել վրաները, ծայրից ծայր անորակ շինարարության վրա բանտիկը խփել, նախագահով բացում անել, լեգալացնել, մի երկու տատի բնականաբար կնկարեին, թե ոնց են ուրախանում, շնորհակալություն հայտնում ու վերջ, ծիճկան կդնեին մարդկանց թողնելով հազար մի պրոբլեմների հետ, ջղայնացած հետ եմ գալիս, պատմում եւ այլն, բայց իմ հիշելով սա էլի չեմ հիշում ինչ է լինում, կարծես հոդված չեմ էլ գրում, բայց դեկտեմբերի 7-ին Սերժ Սարգսյանն է գնում Գյումրի ու կհիշեք, շինարարության պատասխանատուների գլխին սև բացում բերում,
6 ամիս ժամանակ տալիս սխալները շտկելու ու կարգադրում որակով բնակարանները պատրաստ լինելու դեպքում նոր միայն հանձնել տերերին։ Դեռ մի բան էլ ջեռուցման ամբողջ համակարգերը է ավելացնում վայ շինարարների գլխին։ Կոնկրետ այս դեպքում պետական կառույցներ իհարկե կային, վերահսկիչ պալատ ունեինք, նախագահի վերահսկողական ծառայություն կար, բայց կարծում եմ հիշում եք խոսակցությունները, հրապարակումներն առայն, թե վերահսկիչ պալատի նախագահի կաշառքի ստավկան քանի $100,000 էր սկսվում, որ ցանկացած տենդեր մեզ մոտ ատկատներով էր եւ այլն, այսինքն էլի առհաբախտի մեղրով փախլավա, թե այս կառույցները ինչ-որ բան կբացահայտեին կամ հանուն մարդկանց ինչ-որ բան կանեին։ 4-րդ իշխանությունը սա է։ Անգամ հոդված չգրելով դու հասնում ես նպատակիդ եւ հարցը լուծել տալիս։ Իսկ թե այս տարիներին քանի հասարակ, անպաշտպան, ոտնահարված իրավունքներով մարդու համար եմ ինչ-որ բան արել, շատ ու շատ դեպքերում դարձյալ ինքս ինձ վտանգի տակ դնելով, որ ինչ դուռ ասես ծեծելուց, ամեն տեղ անարդարություն ու մերժում հանդիպելուց հետո իբրև վերջին մի հնարավորություն գալիս ինձ էին դիմում ու վերագտնում կյանքի, երկրի հանդեպ հավատը, էդ էլ էդ մարդիկ թող ասեն ու հիշեն։ Ես լավությունն անում ու ջուրն եմ նետում։ Սա էլ է 4-րդ իշխանությունը։ Դու իշխանություն ես առաջին հերթին հենց նման մարդկանց համար, նրանց համար, որոնք քո կարիքն ունեն։ Կոլեկտիվներ, որ կալուգայի սամոներից բեթար ստրկական կարգեր հաստատած տնօրենների ձեռքի տակ կքած գալիս էին, վախ վխելով պատմում, թե ինչեր են բերում իրենց գլխին, օգնում էիր ու քեզ էլի մենակ էին թողնում, աման մեր անունը հանկարծ չտակ, խեղճ ու կրակ պետական աշխատողներ, մանկարժական, բժշկական կոլեկտիվներ, իմանային գործից կհանեին ու մարդիկ ընտանիք պահելու հնարավորությունից կզրկվեին։ Այդ լրատվամիջոցի աղբյուրը բացահայտել չբացահայտելու պահով հիշում եք, չէ, էլի լրատվական դաշտի հետևից ինչքան ընկան։ Ոնց կարա Սամոյի նման հելնես գործ տաս, դատի տաս։ Խելոք ջան, մտի TikTok, տես, Ռուսաստանում ապրած միլիարդատեր, պանյատներով ապրող։ Հարյուրներով քեզ այնտեղ անունը դրել են բերդում նստած գործ տվող, այն էլ աղջկա վրա, 9 միլիոննոց, որ հետ դառար Ռուսաստան, երևի մի այլ կարգի ընդունելություն կգտնես, լուրջ հեղինակություն վաստակեցիր այստեղ մի անգամվա գաստրոլովդ ու Լուսինե Կեսոյանին դվայնոյ 9 միլիոն շղկացնելով։ 4-րդ իշխանությունը դա էլ է, տեղ է հասցնում այն, ինչը բոլորը գիտեն, բայց գուցե հասցեատերը չգիտի։ Այ հատուկ ասում եմ, որ իմանաս, քո մասին արդեն հայ ժողովուրդն ինչ է ասում, թե իրենց էլ ես դատի տալու։ Հլը գնա Տաշիրիդ գյուղերը ու 9 միլիոն շղկացրա գյուղացիներիդ վրա։ Մի տարի ընկերներից էին, անասուն էին առնում այդ գյուղերում, եկել ապշած պատում էին, թե ինչ կարգի աղքատություն է, որ 5,000 թե 10,000-ից դաչին ամբողջ գյուղով մի կերպ հավաքեցին։ Դնեի քո նման տարիներով 80,000 դրամ աշխատավարձ ստացողներին փուռը տայի։ Կամ հենց մեկը հարցակվեր վրաս գործ տայի, ասեի, էս ինչը գիտես, էս ինչն է ասել։ Կամ վրաս գնաս խաբար բզիկություն անես, ասես, էս ինչը քո մասին սենց բան ա գրել տալի։ Գոնե գաղափար ունես ինչեր ենք իմանում ու ինչեր գիտենք բոլորիդ մասին։ Այ մենք բոլորի մասին ամեն ինչ իմացողներն ենք, բայց ասում ենք այն եւ այնքան, որքան անհրաժեշտ ենք համարում։ Լավ լրագրողը դա է, որ գիտի ինչ, ինչքան, ինչպես, ինչի համար, արժի թե չարժի, այնքան բան ես իմանում ու մեջդ պահում, ինքդ քո հետ կռիվ տալով։ Ըհը, ու կալուգայի Սամոն, հեսա կալուգայական կարգեր հաստատելուց հետո գալու է ու բոլորի խեղճերի վրա էլ հանկարծ ու իր թրի տակով չանցնեն 9 միլիոններա որ կշարի, կամ 9 միլիարդ, սիրտս 9 միլիարդ ա ուզում, օզմ եմ, լավա չի օզմ, չոքեմ դեմը նամազ անեմ, էդ էլ կարար պահանջ ձևակերպեր ու հայց հարուցեր, իր ադվոկատները ամեն ինչ կարող են, հայց ուղարկեն, դեմս պարկես, չոքես, նամազ անես ու կանչես մոգունինի բուա, այն սինյոր Ռոբիզոնի մեջ էր, չէ՞, հա, ասում եմ մինչև տարվա վերջ մի 100 հատ 9 միլիոնի հայց որ ուղարկի,
Դե մի 100 բառ կարող եմ ասել։ Երկուսով էլ համ ես, համ ինքը կարանք Գինեսի ռեկորդների գրքում հայտնվենք։ Տեսեք, էլի միլիարդանոց ձրի անվճար խորհուրդ տվի։ Ու էլի չի գնահատի, ասենք մի 9 միլիոն կամ 9 միլիարդ բանջիկը կապած չի ուղարկի ու ասի շնորհակալ եմ, ո մեծություն։ Հակառակը, հեսա մի հատ էլ 9 միլիոն կխփի։ Ինչքան ուզեմ, այնքան կխփեմ, իմ ձեռը չի։ Լրիվ Սերժ Սարգսյանն է գլխներից խփելու պահով։ Ռոբերտ Քոչարյանի անհանդուրժողականության մատորով ու փաստաբաններով։ Տարբերությունը դրանում է։ Սերժը հանդուրժող էր։ Ես Սերժի ժամանակ եմ ինչ ասես գրել ու մամուլի ազատության դափնին ին երկրին նվեր տվել, որ այսօր աշխարհում գլուխներս գոնե այս մի պահով բարձր է։ 4-րդ իշխանությունն էր, որ մեր երկրում 2018 թվականի հեղափոխության հիմքը դրեց։ 4-րդ իշխանությունը միայն լրատվություն, լուր ապահովել չի։ Он сказал, она сказала, չի։ Սա այս ասածն այն ասած, իսկ դուք ինչ կասեք։ Մենք տենց բաներ ձեռ ենք առնում։ Բայց դա եւս կարևոր օղակ է, սխալ չհասկանաք։ Նման լրագրողները եւս պետք են։ Բայց 4-րդ իշխանությունը առաջին հերթին անուն ունեցող, անուն ստեղծած լրագրողներն են, լրատվական դաշտի իշխանները, որոնց միայն անունը բավական է։ Ես դրա համար արդեն շատ վաղուց չեմ պատասխանում հարցի ով եք ինչ եք։ Ես Լուսինե Կեսոյանն եմ ու վերջ։ Դրանով ամեն ինչ ասված է։ Չէ, մնացել էր մի հատ էլ ռեզյումե գրեմ։ Մեզ գիտեն, մեզ հետևում են, լսում են, հարգում են իշխանության մյուս թևերի առաջին էշելոնի մեր գործընկերները, որի շնորհիվ էլ հարցերը լուծվում են։ Պետությունն առաջ է գնում։ Հարներով կարող են ինչ ասես գրել ու ասել, բայց եթե դու ես ասում, քո ասածը արվում է։ Ներողություն։ Եվ ցավոք սրտի, այս տարիներին լրատվական դաշտը բավական տուժեց նաև նմանների, այսպես ասած ընտրյալներից ոմանց, մամոնան, փողը, իրենց գրչից մի քիչ ավելի շատ սիրելու պատճառով։ Եվ ասենք անուն ունեցող Կարգին լրագրողին կարող էին իրենցով անել ու մամուլի քարտուղար դառնալուց հետո ինձ հարազատ մեկը արդեն կարող էր իր ղեկավար դարձած նախարարին ընկերաբար խորհուրդ տալ լրագրողներին բանի տեղ չդնել, գործ ունենալ միայն այսպես ասած տերերի, ֆինանսավորողների հետ եւ խորհուրդ տալ նաեւ, որ եթե օլիգարխներով որոշեն ու գնեն բոլոր լրատվամիջոցները, փողը դե իրանց ձեռն է, էլ ինչ լրագրող, ինչ բան, ոնց կարգադրեն, այտենց էլ կլինի։ Այդ որ լրագրողը ռիսկ կանի, էլ մի բան ասի։ Հենց այս կերպ լրատվական դաշտը դարձավ անատամ քարոզչական դաշտ։ Կալուգայի Սամոն դրա համար է ներկայիս քարոզչական դաշտը աչքի առաջ ունենալով ինձ տեսել զարմացել։ Տեսեք, Կալուգայի Սամոն ին վրա ռեկորդ է սահմանել, արդեն 2 հատ 9 միլիոնանոց հայց է տվել։ Որևէ լրատվամիջոցում նման լուր հանդիպած կաք։ Իհարկե ոչ։ Ինչու՞։ Որտեվ այսօր լրատվական դաշտը տոտալ քոչարանական է, սերժական եւ տալիս է միայն այն լրատվությունը, որը թույլատրվում է։ 4-րդ իշխանությունը, այո, հզոր է, բայց 4-րդ իշխանություն լինելու համար պիտի շատ ուժեղ լինես, անասելի ուժեղ, կարծր, որովհետև ամեն քայլափոխի բախվելու ես հիասթափությունների, դառնությունների, դավաճանությունների, ամեն ինչի, քեզ խփելու են դիմահար, թիկունքից, աջից, ձախից ու շնորհակալություն չես ստանալու, ստացածդ միայն հարվածներ են լինելու ու պարտավոր ես դիմանալ, քեզ չկորցնել եւ այն, որ ինչ որ պահի ես թիվ 1 գրիչ համարվելով որոշում կայացրի թողնել ակտիվ լրագրությունը, նաև այդ ամենի հետևանքով էր, հատկապես, որ ես իմ էությամբ այս կամ այն կողմ պաշտպանող, պատվերով համերգ երգող չեմ, ու այդ էր մնացել մեկը ինձ փորձել ինչ-որ բան թելադրել։ Եվ այո, իմ հնչեցրած հարցը, որին կհանգեն իմ ահաբեկված գործընկերներն այսօր, Կալուգայի Սամոյի արշավը տեսնելով, ես եւս մեկ անգամ չէ, որ ինքս ինձ տվել եմ, հանուն ինչի, ում կամ ինչի համար։
ամենակարևոր հարցը սա է, որի պատասխանը մենք պիտի ստանանք, եւ այդ պատասխանը շատ հստակ կերպով մեր պետությունը պիտի տա մեզ։ Եթե այսօր Կարապետյանները հաջողություն ունեցան, Կարապետյանները ասում, որովհետև ճիշտ է, Սամվել Կարապետյանը անունն է մեզ մոտ սեքս բոմբ դարձել, իր 9 միլիոններով ստիպեց իր անունը անդադ շրջանառել, ձրի PR անել, բայց եղբոր Կարեն Կարապետյանի հետ որոշակի շփում ունեցած լինելով, կարծում եմ հիմնական նեգատիվ դրսևորումները հատկապես վերջինիս կողմից են։ Հայաստանի քաղաքական դաշտը ինքը գիտի եւ ինքը լավ գիտի ում դեմ է դուրս եկել եւ ինչի համար, հստակ թիրախային նպատակային։ Եթե առիթ ունենաք, ուշադրություն դարձրեք, նայեք Կարեն Կարապետյանի, Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավարի աչքերի մեջ, տեսեք ինչ կարգի չարություն կա, մի անգամ գոնե որսացեք այդ իրական հոգինի ցույց դնող չար հայացքը ու կհասկանաք, թե քամին որտեղից է փչում։ Աչքերը մարդու հայելին են, այն հայելու մուլտիկի մեջ ոնց է, որ թագավորը նայում է հայելու մեջ, տեսնում ինքն իրեն ու ասում մարդակեր գազան է սա, ոչ խիղճ ունի, ոչ հոգի։ Նայեք Կարեն Կարապետյանի աչքերի մեջ ու կհասկանաք, թե ոնց կարող է հայ մարդը, մեկ այլ հայ մարդու, առավել ևս քաղաքական դաշտի մարդը իմ նման մեկին, Լուսինե Կեսոյանին 9 միլիոնանոց դատի տալ։ Չէ, ինչ 9, արդեն 2 անգամ 9, 18 միլիոնանոց դատի տալ։ Հեսա մի հատ էլ սրա համար կտա, մի հատ ձևական բարի հայացք կնկարեն ու 9 միլիոնանոց հերքում կպահանջեն առայն, թե իրենք ինչ բարի մարդիկ են, իսկ ես զրպարտում եմ իրենց եւ վիրավորում։ Հեսա Վարդան Մամիկոնյան են դառնալու, այնքան են դատի տալու, այնքան են կալուգայ սամո ասելու, որ մարդիկ արդեն այդ անունից զզվեն, ասեն էլ ուրիշ հերոսի անուն չունեք, չգիտեք, էլ չեն ասի, մեղավորը ինքն է, օրը մեջ իր մասին դատական հայցերով հիշեցնելով։ Դատարներից վերև Աստված կա։ Տեսեք, շաբաթ նուրբաթից շուտ չգա, հարգելի անհարգելի 9 միլիոննոց միլիոնշիկներ։ Չորրորդ իշխանությունը նաև սա է, զգուշացնում է, որ հետո չասեք, տեսար ինչ եղավ, տենաս ինչի սենց եղավ։